Նյութը քիչ մտածեցին եմ արդյոք ծեր ընտանիքին կամ ծեր գողագիսին ընտանիքի մեջ փոքրասյո հասող արմատներ կան Որտեղ փոքրասյոյի մեջ ասած ծեր արմատներն ընտանեկան արմատները իմ ընտանիքում չէ, բայց կնոջս Աննայի նախնիները Գյումրիից են, դե Գյումրիի մեծամասնությունն էլ գիտեք որտեղից է։ Կարսից, այո։ Բզի կարծում եւս ցուկ երբ որ վարչապետ եղած էի Հայաստանի տնտեսական մագարտակը մեկ ծերմուներ կարծեմ թե դուք մեկ երազում ունեիք հիմա 6 տարի անցավ 6 տարի վերջ Հայաստանի տնտեսական մագարտակը ինչ աստիճանի մեջ է ծեր երազի մեջ հասած է արդյոք եւ երբ որ ցևով ու պատճառով այս հաղորդման աշխարհը չգադարվի Հայաստանը արդյոք տնտեսական տեսակետն ավելի դժվար օրեր կսպասի։ Խաղաղության խաչմերուկը չի կարա չկատարվի, որովհետև տեսեք աշխարհը եթե մենք այդ ճանապարհային նշանները կարողանանք կարդանք, խաղաղության խաչմերուկը չի կարա չկատարվի։ Այսինքն տեսեք այդ շատ կարևոր բան է, որ մենք անընդհատ մտածում ենք, տեսեք նույն բանի օրինակով մեր Թուրքիայի հետ մեր հարաբերությունների օրինակով։ Էլի հա ճիշտ այդ շատ կարևոր է, բայց եկեք արձանագրենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բաց չի եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց երկխոսությունը կա, բայց այցը կա։ Եվ ես էլի ասում եմ, որ ժամանակի հարց է դա։ Հա, այլ բան, որ ժամանակ կարա մի քիչ կարճ լինի, մի քիչ երկար լինի եւ այլն։ Նույնն է խաղաղության խաչմերուկը։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ Բացառված է։ Այլ բան, որ հիմա, տեսեք, խաղաղության խաչմերուկ նախագիծ ինչքան ժամանակ կա, արդեն 2 տարի։ 2 տարի կա եւ առաջին անգամը, որ ես Թուրքիայի նախագահի հետ դեմ դիմաց հանգիստ, որ ասենք, լավ Նյու Յորքում հանդիպում ենք, ունենք 10 հանդիպում, պիտի ուրիշ ղեկավարների հետ եւ ժամկետները սահմանափակ են։ Այսինքն որ մենք կենտրոնանանք մեր նյութի վրա, մենք սենց առիթ չենք ունեցել։ Ես դրա համար եմ ասում, ես սկզբից մի հատ ասենք, ներկայացնենք մեր ծրագիրը ինչի մասին է։ Հետո նոր արդեն եզրակացնենք Թուրքիան ինչ է մտածում։ Եվ իմ կարծիքն է, որ չի կարող սա տեղի չունենալ, որովհետեւ առնվազն միջև մեր այսօրվա խոսակցությունները եւ համաշխարհային զարգացումները ենթադրում են, որ խաղաղության խաչմերուկը լինելու է։ Հա, մենք էտել ենք հասկանում, գիտեք, էտել է պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, հա Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Բայց մեր ինքնիշխանության մեր, այսինքն իրանց էլ ինչի մենակ մեր։ Այսինքն այո, իրանց նկատի ունեմ նույն կերպ բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ պարզեցումներ պետք է լինեն եւ այդ պարզեցումները որպեսզի դա կայուն երկարատև լինի, պետք է փոխադարձաբար լինի, այսինքն շահագրգռվածություն պետք է ունենանք եւ կունենանք, որպեսզի բանա, ընդ որում Իրանի իրադարձությունները ոչ թե ասածը թույլատնում են, ընդհակառակը ավելի էական եւ կարեւոր են դարձնում։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, 2018 թվականից էսկոմ 24 թվի արդյունքներով Հայաստանում գրանցվել է այդ թիվը 30 քանի տոկոս էր, մենք զեկույցում գրել ենք, եթե չեմ սխալվում 33% տնտեսական աճ, իրական 33%, պատկերացնեք 33% տնտեսական աճ, որը իր հերթին նաեւ այդ լավ է, որ այդ տնտեսական աճը կա, ասենք հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվել, դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ, մարդկանց եկամուտները աճել են, բայց նաև գնաճ ա եղել էական, չնայած վերջին շրջանում ես երբ որ թվերը նայեցի, մոտավորապես 75%-ով աճել են աշխատավարձերը միջին եւ 20 քանի տոկոս, մոտավորապես 25% գնաճ ա եղել։ Եվ իմ եզրակացությունը դրանից այն էր, որ մարդիկ մոտ 50%-ով ավելի լավ են ապրում, բայց պետք է հաշվի առնել այն մարդիկ, ովքեր աշխատում են եւ աշխատավարձ ստանում են։
Մյուս կողմից մենք խնդիր ունենք, որ միշտ չի, որ մարդիկ կարողանում են լավ աշխատանք գտնել։ Եվ ես դրա վերաբերյալ եմ իմ կարծիքը ասցի, էլի այդ նույն ելույթի ժամանակ, ասի նրանք, ովքեր լավ աշխատանք ունեն, լավ աշխատավարձով, դեպքերի 80, ես համոզված եմ, առնվազն 90%-ում դա նշանակում է, որ նրանք ստացել են լավ կրթություն, իսկ նրանք, ովքեր դժվարություն ունեն լավ աշխատանք, լավ աշխատավարձով գտնելու, դեպքերի 80%-ում, չեմ ասում 100-ում, որովհետև կարան լինեն տարբեր դեպքեր, այո, կարա լինի մարդ, որ նորմալ աշխատավարձ է ստանում, լավ կրթություն է ստացել, ես օրինակ սուբյեկտիվից ավարտած, օբյեկտիվով բան արած, ավարտած, սուբյեկտիվ են, որ մարդ կարող է, օրինակ, ալկոհոլային կախվածություն ունենա իր այդ լավ կրթությամբ, իրան դրա պատճառով ոչ մեկ աշխատանքի չվերցնի։ Եվ երկրորդը կարա այնքան հանճարեղը լինի, որ ոչ մեկ իր հանճարը չհասկանա, առանց չափազանցության եմ ասում։ Այդպիսի դեպքեր մարդկության պատմության մեջ արձանագրվել է, որ նույնիսկ ասենք հանճարեղ կոմպոզիտորներին նույնիսկ բաներում մարզային մակարդակի երգչախմբում կամ նվագախմբում չեն վերցրել, ասել են դու բան չես հասկանում երաժշտությունից։ Հետևաբար Հայաստանը զարգանում է միանշանակ եւ մեր խնդիրն է այդ զարգացումը դարձնել ինստիտուցիոնալ, տևական, երկարաժամկետ, անկասելի։ Սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ հարցերը չեն սպառվում, բայց ես հասկանում եմ, որ նաև հարցերը չեն սպառվի։ Եթե մտածեի, որ կսպառվեն, կամ եթե նույնիսկ սպառվեն, շատ շուտ չեն սպառվի, բայց խնդրում եմ ինձ թույլ տվեք, որ գնամ եւ զբաղվեմ իմ աշխատանքով, որովհետեւ այսօրվա այս հանդիպում ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ միայն հաճույք։ Եվ շնորհակալ եմ ձեզ այդ հաճույքը այսօր պատճառելու համար։ Շնորհակալ։ Հարցի մի խոսք վստահ եմ, այս լսարանը ամբողջությամբ ինձ կձայնակցի, ես ուզում եմ ձեր բարձր ներկայությամբ այս դահլիճում մեր բոլորի անունով մեր երախտագիտությունը հայտնել բարոն Նաիրի Պետրոսյանին, որ մեր պետականությունը այսքան բադվով է ներկայացնում մեր քաղաքում, մենք ձեր ներկայությամբ էլ շնորհակալ ենք իրեն։ Շնորհակալ եմ, ուրախ եմ, ուրախ եմ, գնահատում եմ։ Այո։ Իհարկե կարելի է, եթե ցանկություն ունի։ Դուրսը չեն է հոս։ Արի